Մեկ շաբաթ առաջ կրիպտոարժույթի շուկայում իսկական քաոս էր։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո, թե 100%-ով բարձրացնում է տարիֆները Չինաստանի համար, իրարանցում առաջացրեց նաև կրիպտոարժույթի շուկայում։ Բիթքոյնի արժեքը ԱՄՆ նախագահի հայտարարությունից անմիջապես հետո նվազեց ավելի քան 12%։ Դա ամենամեծ անկումն էր ապրիլից հետո եւ կրիպտո շուկան $400 միլիարդ կորցրեց։ Այդ ժամանակ, երբ որ նման հայտարարություն է արվում, պարզ է, որ բոլոր շուկաները արձագանքում են, այնտեղ շատ ստրատեգիկ ժամանակի առումով գտնվեց ԱՄՆ նախագահը, որ Ամերիկայի առևտրները ռեակցիա չտան, միանգամից անկում չապրեն, իսկ ընդհանուր անկման շուկաների ժամանակ մենք տեսնում ենք, որ մինչև անգամ 80-90% է բիթքոյնի կուրսը անկում ապրում։ Միջազգային մամուլը գրեց նաև, որ կրիպտոյի առողջարքով զբաղվող կրիպտո ոլորտում պրոֆեսիոնալ մի քանի թրեյդերներ, որոնք կառավարում էին բազմաթիվ մարդկանց պատկանող տասնյակ միլիոնավոր դոլարների ակտիվներ, ինքնասպան են եղել։ Ովքեր որ մարժայով ֆյուչերսով թրեյդ էին անում, այսինքն իրանք հավելյալ ռիսկ էին վերցնում այն կապիտալով, որ իրանք չունեն, կոպիտ ասած պարտքով բազմապատկում են իրենց ռիսկը, իրենք ինչ որ պոզիցիաներ, ստավկաներ ունեն բացած, որ կրիպտոն կտրուկ աճելու է մոտակա ժամանակներս, բայց երբ որ կուրսը սկսեց հակառակ ուղղությամբ գնալ, իրանք լիկվիդացիայի ենթարկվեցին, իրանք ամբողջ գումարները կորցրեցին ու դա բերեց էլ ավելի մեծ անկման։ Հայաստանում կրիպտոարժույթի շուկայում էլեկտրոնային փող ունեցողները 20-ից 25% են կազմում։ Չկան տեղեկություններ, թե մեզ մոտ Հայաստանում այդ օրերին որքան մարդ եւ ինչ չափով տուժեց էլեկտրոնային գումարների շուկայում տատանումների արդյունքում։ Ամեն տարի մեծանում է պահանջարկը, գործածությունը։ Մենք կարող ենք հստակ ասել, որ տարեցտարի անգամներով ծավալները կրիպտոյի շրջանառության մեծանում են։ Ավելի շատ մարդիկ են մտնում կրիպտո ոլորտ։ Մի մասը ներդրում անելու տեսանկյունից, մյուս մասը ուղղակի գործիք օգտագործելով միջազգային փոխանցումներ անելու համար։ Տատանումներ այս օրերին եւս տեղի են ունենում էլեկտրոնային արժույթի շուկայում, սակայն աննշան։ Բիթքոյնը հիմա տատանվում է $106,000 սահմաններում։ Մասնագետները տեղեկացնում են, որ էլեկտրոնային փողերի մեծ անկումներ գրանցվել են նաև 2017-ին, երբ մեկ բիթքոյնի գինը 80-ից 90% անկում գրանցեց $20,000-ից իջնելով $3,000-ի։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։